Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցերը քննելու համար ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ դեկտեմբերի 10-ից 12-ը եպիսկոպոսաց ժողով տեղի կունենա։ Ենթադրվում է, որ ժողովին քննարկվելու է հատկապես Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հոգևոր ծառայությունը սառեցման, բոլոր այն քահանաների, որոնք զղջեցին վեհափառ Հայրապետի անունը նրանց կարգալուծության կամ հոգևոր ծառայությունը սառեցնելու, վեհափառի ինքնակամ հեռացման կամ վեհափառի դեմ ընդվզած եպիսկոպոսների պահանջի հարցը, ինչու չէ նաև այդ եպիսկոպոսների հոգևոր ծառայությունը սառեցնելու կամ չսառեցնելու հարցը։ Նշենք, որ վերջին շրջանում այն բոլոր եկեղեցիներում, որտեղ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Կիրակնօրյա պատարագին, քահանաները զղջել են ամենայն Հայոց կաթողիկոսի Գարեգին II անունը։ Այդ քահանաներն են Ստեփան Ասատրյանը կամ Հովանավանքի նախկին քահանա Տեր Արամ Ասատրյանը, Վարդան Հունանյանը նախկին Տեր Տարոն քահանա Հունանյանը, Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադէ քահանա Թախմազյանը, Խաչիկի հոգևոր հովիվ Տեր Հովանես քահանա Մաթևոսյանը, Արարատ համայնքի հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանային ժամանակավոր փոխարինած Տեր Երվանդ քահանա Բաբայանը և Սուրբ Երրորդություն եկեղեցու սպասավոր Տեր Արարատ քահանա Օրդոյանը։ Նշենք, որ շուրջ 10 եպիսկոպոս էլ իրենց ստորագրություններով հայտարարություն էին տարածել, պահանջելով Արշակ Սրբազանին կարգալույծը ճանաչել, հիմք ընդունելով համացանցում տարածված տեսանյութերը, իսկ վեհափառից էլ պահանջում են ինքնակամ հեռանալ Արշակ Սրբազանի նկատմամբ իբրև աչառու կողմնակալ վերաբերմունք ցուցաբերելու համար։